Պարոն վարչապետ, քաղաքացիների հետ ձեր հանդիպումների ժամանակ վերջերս իրենց կարծիքն եք հարցնում, թե արժե ներկայացնել հրապարակային ցուցադրել այն ռազմատեխնիկան, որը վերջին տարիներն է ձեռք բերվել, հետաքրքիր է որոշում եզրակացություն կա արդեն սրա հետ կապված։ Այո, որոշում եզրակացություն կա, մայիսի 28-ին Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ընդ որում ես ուզում եմ ասել նաև, որ մենք այս թեմայով աշխատում ենք եւ աշխատել ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի ընդհանրապես զորահանդեսը ինքը շատ նուրբ երևույթ է եւ կարա նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու եւ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում։ Մենք դա ըստ էության ստիպված, ոչ թե ստիպված չէ, առիթ է, մենք եւ նաեւ հիշում եք, որ ես հայտարարել է, որ այն քաղաքացիների խմբերը, ովքեր ուզում են տեսնեն, ես հրավիրում եմ, որպեսզի մենք ցուցադրություն անենք, բայց քաղաքացիների այնքան մեծ թիվ է հերթագրվել, որ իրատեսական չի, որ մենք մարդկանց հերթով խմբերով տանենք, հրավիրենք եւ այնտեղ ցույց տանք, եւ էլ չեմ ասում, որ այդքան մարդ, եթե եկավ տեսավ, այդ նշանակում է, որ ըստ էության լուրերով մի մասը շեղված տարածվելու այդ ինֆորմացիան դրա համար ավելի լավ է ցույց տանք եւ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ցույց կտանք մենք մեզ եւ ուզում եմ ասել, որ կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կլինի տպավորիչ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար